Երեկ էլ արդարացման նոր թեզ։ Իշխանությունը հանձնել է ժողովուրդը հեղափոխության միջոցով։ Հեղափոխություն լինում է ոչ արդյունավետ կառավարման արդյունքում։ Ովքեր էին կառավարում։ Արդյոք հանրապետականը միատար էր այդ ժամանակ։ Հիշում եք 15 թվականի սահմանադրության նախագծի վերաբերյալ երկրորդ նախագահի զգուշացումը։ Այս նախագծում կա թաքնված մեծ ռիսկ։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր ղեկավարող առաջնորդող ուժի ստեղծման փորձ է արվում։ Սա ասվել է 15 թվականին։ Այո, ուզենք թե չուզենք հարցեր կան, որոնք պիտի պարզաբանվեն։ Եթե երրորդ նախագահը չառաջադրվեր վարչապետ, ինչ էր լինելու։ Ինչ էր լինելու, եթե իրենցից մեկին ընտրեին։ Հիմա ինչ-որ մարդիկ տողատակերում ու արդեն նաև բացահայտ փորձում են Կարեն Կարապետյանին մեղադրել։ Ազնիվ չէ։ Կարենը 17 թվականի պարլամենտում 2 պատգամավոր ուներ։